Ռուսաստանը նորից զինում է Ադրբեջանին։ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան հանդիսանում են Ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդներ, ինչը նշանակում է, որ այդ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի Արցախում լինի խաղաղություն։ Այդ նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմերը 1994 թվականին Բուդապեշտում պայմանավորվել էին կողմերին զենք չմատակարարել։ Ավելին, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ ռազմական դաշնակից, Ռուսաստանը առավել եւս չպետք է զենք մատակարարեր Ադրբեջանին։ Իրականությունը սակայն այլ է։ Եվ անգամ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը շարունակեց զինել Ադրբեջանին։ Օրինակ, բոլորովին վերջերս Բաքուն ստացավ Խրիզանտեմա S նորագույն ինքնագնաց զրահապատ հակատանկային համակարգերի հերթական խմբականակը, որպեսզի առավել արդյունավետ խոցի հայկական տանկերը։ Ավելին, 2017 թվականի հուլիսի սկզբին Ադրբեջանին մատակարարվեց Սոնցեպյոկ հրանետային համակարգերի արդիականացված մոտ 200 հրթիռներ, որոնք նախատեսված են մինչև 6 կիլոմետր հեռավորության վրա անգամ լավ խրամատավորված զինվորներին կենդանի այրելու համար։ Սա սակայն նորություն չէ։ Քանի դեռ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Գերմանիան եւ եվրոպական այլ երկրներ հրաժարվում էին զենք մատակարարել Ադրբեջանին, Ռուսաստանը նախկինում էլ չէր խորշում այդ գործարքներից։ Ըստ միջազգային խաղաղության հարցերի Ստոկհոլմի ինստիտուտի 2010-ից 15 թվականներին Ադրբեջանը 3.5 անգամ ավելացրել է սպառազինությունների ներկրումը եւ դրա ավելի քան 85%-ը մատակարարվել է Ռուսաստանից։ Գումարային առումով վերջին տարիներին Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է 156 հատ տանկ, որոնց մեծ մասը արդիականացված T-90S նորագույն տանկեր են, 456 հատ հրթիռահրետանային համակարգ, 90 մարտական ուղղաթիռ, բազմաթիվ նորագույն հակաօդային համակարգեր, 1100 հատ հակատանկային եւ 1200 հատ հակաօդային հրթիռ։ Ռուսաստանը Ադրբեջանին նախկինում եւս մատակարարել է Խրիզանտեմա S հակատանկային ինքնագնաց կայաններ ու Կորնետ հակատանկային հրթիռներ, ինչպես նաեւ BMP-3 հետևակի մարտական մեքենաներ։ Սակայն մեր դաշնակցի կողմից Ադրբեջանին վաճառված ամենասարսափելի ու վտանգավոր զենքերն են 90 կիլոմետր կրակող Սմերչ համազարգային կրակի համակարգերը եւ TOS-1A Սոնցեպյոկ համազարգային զրահապատ հրանետները։ Ընդ որում, Սմերչները մատակարարվեցին Դուբլինյան կոնվենցիայով արգելված կասետային հրթիռներով, իսկ Սոնցեպյոկները զինվորներին կենդանի այրելու համար ստեղծված տերմոբարիկ հրթիռներով։ Ռուսաստանից մատակարարված շուրջ 5 միլիարդ դոլարի զենքը հնարավորություն տվեց Ադրբեջանին 2016 թվականին հարձակվել Արցախի վրա, գրավել շուրջ 800 հեկտար տարածք, հայաթափել Թալիշ գյուղն ու վերցնել չափազանց կարևոր Լելե թեփե բարձունքը։ Ադրբեջանական հարձակումը կանգնեցվեց միմիայն բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ եւ մարդկային մեծաթիվ կորուստների գնով։ Դժվար է ասել, թե երբ են հերթական անգամ այդ զենքերը կիրառվելու, բայց փաստ է, որ դրանք կիրառվելու են կամ հայկական բանակի զինվորներին սպանելու, կամ իշխանություններին սպառնալով Արցախից տարածքներ ստանալու համար։ Հավելենք միայն, որ ավելի քան 2 տարի առաջ կնքված 200 միլիոն դոլարի զենքի մատակարարման մասին հայ-ռուսական պայմանագրով շուրջ 1 տարի ուշացումով Հայաստան հասել է դրա ընդամենը 20%-ը։ Հետևապես, թե որքանով է Ռուսաստանը շահագրգռված Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ լուծման մեջ եւ որքանով է Հայաստանի իրական դաշնակիցը, դատեք ինքներդ։